Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում նորից ծովիցով փոդքասթն է, մեր հոբելյանական 70-րդ թողարկումն է, ձեզ հետ են ինչպես միշտ Աղասի Ենոքյանը Կալիֆոռնիայից եւ Ռուբեն Մելիքյանը Երևանից։ Ողջույն Աղաս։ Բարև ձեզ։ Ողջույն Ռուբեն ջան, բարև ձեզ։ Եվ մենք վերադառնում ենք մեր սովորական ռեժիմի, վերջի 3-4 հաղորդումը մենք ուղիղ եթերով էինք, մենք վերադարձել ենք արդեն նկարահանման ռեժիմի, արդեն մենք կարող ենք ինչ ուզենք խոսենք, հետո այն ավելորդ մասերը խմբագրությունը կկտրի, օրինակ կարող ենք ասել, որ ասենք, չգիտեմ, Նիկոլա անպայման օրինակ այս հատվածը կկտրի։ Ես կարծում եմ չեն կարող ասել, որտեվ ինչ որ ձև այդ հատվածները կհասնեն Նիկոլին ու ինչ որ պրոցեսներ կսկսեն։ Ջհանդամը հասնեն, մենք անցնենք մեր հարցերին։ Այստեղ են ասել։ Լսեք, ուրեմն այս ընթացքում իհարկե իմ համար ասեմ, կարևոր կամ ցավալի կամ հետաքրքիր պրոցեսներն են, որ ես յետընտրական շրջանում մի քիչ շատ են իրավական պրոցեսները։ Քաղաքական պրոցեսները հետընտրական շրջանում միայն իրավական պրոցեսներ են, քաղաքական 0 պրոցես։ Ուրեմն հետընտրական ես ուղղակի ասենք 40 տարվա ուսուցիչ եմ, ու մի բարձ բան գիտեմ, որ իրավական պրոցեսներով ոչ մի ընտրական գործընթաց չի լուծվում, եւ այս առումով բանել ոնց են ասում too much այլ այդ իրավական պրոցեսները, որ քաղաքական պրոցեսների համար արգելական դիսանում։ Ես մի քիչ այլ կերպ հարցին կնայեի, քաղաքական պրոցես իրականացնելու այս պահին, սա հատուկ ուզում եմ շեշտել, այս պահին քաղաքական պրոցես իրականացնելու ոչ ցանկություն կա որևէ ուժի մոտ, ոչ հնարավորություն կա, ոչ էլ բարենպաստ պայմաններ կան, ենթադրում եմ, թեև ավելի կարևոր առաջին հարցն է, եւ այդ պատճառով իրավական պրոցեսները ինչ որ առումով ծխածածկույթի դեր են կատարում։ Այսինքն ուզում ես ասես բանը գործ չունեն անելու, դրա համար մտել են տարբեր տիպի դատարաններ, տարբեր տիպի, չգիտեմ, դիմումներ եւ այլ։ Չէ, դա անհրաժեշտ մաս է, ես կներես լինելով մի փոքր իրավաբան, այնուհանդերձ պաշտպանեմ իրավական պրոցեսի որոշ կարևորությունը, այսինքն վաղը մյուս օր մենք պետքա խոսենք այս օրերի իրադարձությունների մասին, եւ ես կարծում եմ, որ ոչ հեռավոր ապագայում այս գործընթացը, այս հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունները պետքա հայտարարվեն ոչ լեգիտիմ եւ դրա հիմքը պետքա լինի այն, որ բոլոր հնարավոր միջոցները սպառվել են։ Այսինքն այդ միջոցներից մենք ակնկալիք չունենք, որևէ ակնկալիք չկար այն կենտրոնական ընտրական հանձնաժողովից, որը անգամ կալկուլյատորի ճշգրտության, այսպես մոտ ճշգրտություն չուներ, որտեվ բացարձակ մաթեմատիկայի, ոչ թե պետական օրենքները, ոչ թե ընտրական, այսպես ասած, ավանդույթները խախտելով, այլև մաթեմատիկայի օրենքները խախտելով դրեց եւ հերն անիծեց 5 մանդատ գողացավ ուղղակի Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, որի արդյունքում ընդդիմությունից, ընդհանուր ընդդիմությունից գողացվեց 3/5-ի, այսինքն 2/5-ը, որը որ շատ կարևոր սահմանադրական չափ ուրեմն թվականակ էր, եւ դրանից հետո էլ ինչ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ակնկալես։ Նույնը չի կարելի ակնկալել նաեւ սահմանադրական դատարանից, բայց չդիմել նշանակում է անընդհատ լսել այդ հարցը, բա որ համաձայն չեք դիմեք, որ համաձայն չեք դիմեք։ Դրա համար այդ ես կարծում եմ, որ դա հետաքրքրություն չներկայացնող պրոցես է լինելու քաղաքական առումով, բայց չի կարելի այդ պրոցեսը չանցնել, չի կարելի այնտեղ չդիմել եւ այն բոլոր ուժերը, որ այդտեղ դիմել են, իրավունք են վաստակելու ինչ որ մի օր այն քաղաքական հայտարարությունը անելու եւ դրան հետևանքներ տալու, որ այս ընտրությունները եղել են ոտից գլուխ կեղծված, հետեւաբար դրա արդյունքում ձևավորված մարմինը չի կարող առ ոչինչ չլինել։ Ես ուզում եմ իրավական պրոցեսի մի ուրիշ օրինակ բերեմ, գիտես Ամերիկայում կան հնդկացիական ցեղեր, չստեղ տարբեր տիպի, եւ նորմալ մի ինչ ասեմ լրատվություն էր, թե փաստագրական ֆիլմեր իրոկեզների ցեղի մասին, իրոկեզների
իրոքեզների շաման լոշտակ ականջը դուրս է գալիս եւ հայտարարում է, որ ասենք Բարգավաճ Գագիկը այլևս չպետք է նստի մեծ խարույկի կողքը։ Իրավական որոշում է կայացնում, ասում է տաբու, էլ չպետք է ինքը նստի խարույկի մոտ։ Կամ ասում է այն, ով որ 6 ամսից պակաս է նույն վիգվամում ապրել, նրանք խոսքի իրավունք չպետք է ունենան, տաբու։ Բայց չես նկատում, որ Հայաստանում դրան զուգահեռ իրավական պրոցեսներ նույնպես գնում են։ Ես չգիտեմ իրոքեզները ինչպես պատասխանեցին դրան, բայց կարծեմ թե վերջում եկան ուրեմն ամերիկացիները գրավեցին այդ տարածքները։ Ինչ կասես, ասեք, դա իրավունքի փիլիսոփայության, հա? Տխրեցի քո բերած օրինակից։ Տխուր օրինակ։ Իրավունքի փիլիսոփայության կամ իրավունքի պատմության մեջ կան չէ դες դեպքեր։ Իրոքեզներին դաժան ճակատագիր սպասեց։ Լավ, ամեն դեպքում մենք չգիտեմ, նորից հիշեցնենք, ես նորից հիշեցնեմ մեր դիտողներին իմ մոտեցումը այս ընտրությունների հետ կապված, առաջին ծովից ծովը Փառք Աստծո ամբողջությամբ մինչև 69-րդ թողարկումը, ես էլ հետը համացանցում է, հասանելի է, դուք կարող եք տեսնել, որ սկսած մոտարապես 30-35-40 թողարկումից համարյա ամեն անգամ մենք խոսում ենք ընտրությունների ոչ հեռանկարային լինելու մասին, նույնիսկ որոշ առումով կանխատեսումներ էին կանում, թե ինչ գործիքակազմ կարող է կիրառի իշխող վարչախումբը վերարտադրվելու համար, մեր մտածած գործիքակազմից այն ինչ որ մենք որպես վտանգ ներկայացնում ենք, բավական մեծ թվով կիրառվել է, որոշները չեն կիրառվել, օրինակ համաներումը։ Մնացածի մասով մենք կարծեք թե լավ էլ գուշակել ենք ինչեր կարող է անել, այլ ռեպրեսիաներ, այլ թոշակների բարձրացում եւ այլն։ Եվ այն ինչ որ մենք ստացել ենք, դա օբյեկտիվ վերցրած երևի թե առավելագույնն էր։ Այս ռեպրեսիաների, այս խայտարակությունների պայմաններում։ Ֆիքսենք ինչ ենք ստացել։ Առաջին ստացել ենք այն, որ իշխանությունը կորցնում է ուրեմն 7 մանդատ եւ ընդդիմությունը ձեռքաբերում 7 մանդատ, ընդ որում իշխանությունը 6 մանդատ ներողություն։ 6 թե 7 իվարկյան 10-էր, չէ, 7 մանդատ է կորցնում, ընդդիմությունը ձեռքաբերում 7 մանդատ, իրականում պետք է դա լիներ 10 մանդատ, այլ ոչ թե 7 մանդատ, բայց այդ 3 մանդատը ընդդիմությունից գողացվեց։ Ինչի եմ ասում 3, այլ ոչ թե 5, որովհետև այդ 5 Բարգավաճ Հայաստանին մանդատներից 3-ը ԿՊ-ն իրան է վերցրել, այն մեկն էլ ըստ օրենքի բաշխվել է Հայաստան խմբակցության եւ Ուժեղ Հայաստան խմբակցության միջև, այսինքն արդյունքում ստացվեց, որ գողացվել է ընդդիմությունից 3 մանդատ։ Բարգավաճ Հայաստանից ընդհանուր 5 մանդատ, բայց ընդդիմությունից համահավաք առումով 3 մանդատ է գողացվել եւ դա մաթեմատիկական ճշմարտություն է։ Ինչ չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին ունենալ հոգեբանական շեմ 50+, նա չվաստակեց 50%, եւ եթե սա դիտում ենք որպես հանրակրվեում պարտվեց, եւ երկրորդ, ինչ որ նա բացահայտ էր ասում եւ խոստացել էր ադրբեջանցիներին, ապահովել սահմանադրական մեծամասնություն, որից նա շատ հեռացավ, այս պահին նրան սահմանադրական մեծամասնությունից 8 մանդատ է բաժանում, որպեսզի կարողանա սահմանադրություն փոխել։ Դա նա չունի եւ երևի թե այդ պատճառով էր եկել այն ադրբեջանցին Հաջիևը կոպիտ ասած պարտատիրոջ կեցվածքով եկել էր պարտապանից ստանալու այն ինչ որ խոստացվել էր։ Так что պրոբլեմը այն է, որ ուղղակի խոստումներն էին մեծ եւ շատ-շատերը դրան տրվել էին եւ դա իրատեսական խոստումներ չէին։ Ես տեսնում եմ հիմա երկու հետաքրքիր process, որի շուրջ քննարկումներ են գնում, ուրեմն մեկը այդ որ տարբեր դիմումներ են դատարան, չէ, եւ պահանջը ուրեմն վերակվեարկությունն ական պահանջի նորադրություններն են։ Այստեղ հետաքրքիր բան կա, հետաքրքիրն այն է, որ Նիկոլե Արբանյակները նույնպես դիմել են դատարան։ Այո, դրանից մեկը։ Արդյոք, ասենք, Նիկոլը մտածում է նոր ընտրությունների մասին։ Եվ գիտես, հետաքրքիր բանը, որ քանի դեռ նա ուներ այդ համանդրական մեծամասնությունը,
այսինքն այս վերջին նիստին նա հասցրեց ընտրական օրենսգիրք փոխել։ Այսինքն արդյոք դա նշանակում է, որ նա պատրաստվում է նոր ընտրությունների։ Դեռ ես չեմ կարող հա կամ չէ ասել, այսինքն չէ, բնականաբար ես ուզում եմ ավելի շատ ասել չէ, նա չի պատրաստվում, որովհետև արդեն արվել են քայլեր, որոնք որ ընտրությունների դեպքում շատ մեծ չափով նա ռեյտինգը իջացնում են։ Մասնավորապես թանկացումներն են, այդ բանի ակցիզային հարկի մտցնելը Ռուսաստանի կողմից արդեն այդ պատժամիջոցները ազդում են ակնհայտ վրա, այդ մինչև այդ տարբեր տիպի եվրոխոստումները բարձրական փուչ բաներ են, փուչ բաներ են։ Այսինքն այս մի տենդենսը կա, որ մարդկանց մտքով կարող է ասել, որ նա ուզում է գնալ նոր ընտրությունների, ես կարծում եմ սա չի լինի, հա, դու ինչ կարծիք ես։ Ես էլ չեմ տեսնում, որ նոր ընտրության են ուզում գնալ, որովհետև կարծում եմ իրանք էլ են հասկանում, որ այս անգամ կարող է անդիմությունը շատ ավելի գրագետ գործի, մեկ, երկրորդը հասկանում են, որ ժամանակի խնդիր ունեն, որտեվ պարտատերերը եկել պարտքը ուզում են, որ ձգել շատ չեն կարա։ Եվ ես կարծում եմ նրանք մտածում են այդ խնդիրը լուծել հետևյալ երկու այլընտրանքային տարբերակներով։ Տարբերակ 1 փորձել գլխագողությամբ զբաղվել, ընդդիմությունից տանել 9 թե 8 падգամավոր եւ ազգային ժողովով իրաց խնդիրը լուծել հարակվե նշանակելու մասին եւ երկրորդ տարբերակը ասում դրան ասում են անասնագողություն, հա։ Դե մի քիչ այս պահին այդքան էլ դուրս չի գալի, որտեվ մեր ընկերներին ենք մենք ստեղծության այդ տերմինը կիրառում, որտեվ շատ կներեք ես ամերիկյան կանխավարկածը հարգում եմ, ես կարծում եմ, որ այդ մարդիկ փորձելու են հնարավորինս ամուր լինել։ Ամեն դեպքում Նիկոլենք վստահ են փորձելու են մարդ տանել։ Բնականաբար։ Եվ վախենամ, որ նրանց մոտ, եթե ոչ 8-ի մասով, ապա 2-3-ի մասով շատ հնարավոր է ստացի, որտեղ անծանոթ մարդիկ են հանրությանը։ Հատկապես ուժեղ Հայաստանի ցուցակում շատերը անծանոթ մարդիկ են, դե բնականաբար այնտեղ մարդիկ կան, որ ոչ միայն հանրությանը ծանոթ են, այլև մեծ հեղինակություն ունեն, եւ այդ մարդկանց էլ օրինակ Դավիթ Ղազինյանը այն ընտանիքից է, այն արժեքներով է դաստիարակվել, այն արժեքների կրող է, որ կյանքում ինքը դավաճանություն էլ չէ, որ դավաճանությունն էլ չէ, դա շատ ավելի մեղմ ինչ-որ անպատեհ, անպատշաճ վարքագիծ նրանից չես կարող տեսնել, նա միշտ եղել է մի խոսքով էլի, այսինքն դրա համար էլ հիմա Դավիթ Ղազինյանը օրինակ առաջիններից մեկը ճաղերի հետևում հայտնվեց ուղիղ քաղաքական պատվերով, այնտեղ էլի շատ մարդիկ կան, գիտեմ, Արամ Վարդևանյանից ես չգիտեմ մանդատը վերցնելու թե չէ, բայց երբեք չեմ մտածի որևէ բան, Գոհար Մելոյանից երբեք չեմ, բայց շատ կներեք, հարգելի ուժեղ Հայաստանի Մամիկոն Ասլանյանից չեմ մտածի, բայց այնտեղ մարդիկ կան, որոնք որ մեզ ծանոթ չեն պարզապես, մենք չենք կարող իմանալ այդ մարդկանց մասին որևէ պատկերացում։ Ռուբեն Մխիթարյանից էլ հիշում եմ այդ մարդկանց, որ ես անձնապես շատ վստահում եմ, բայց այստեղ խնդիրը այդ չի։ Կարող է այդ մարդիկ իրանք էլ չեն պատկերացնում, ինչպիսի ճնշումներ են իրենց վրա գործադրվելու, որովհետև ողջ պետական ռեսուրսը, եթե հիմա բռնաճնշումների վրա է կենտրոնացած, կենտրոնանալու է ընդամենը 41 մարդու վրա, որ նրանցից կարողանա մարդիկ պոկել։ Եվ նաև կներեք Գեգամ Նազարյանի օրինակը բոլորիս աչքի առջև էր, եւ եթե 5 տարի առաջ մեզ հարցնենք, թե տվեք 5 հոգու անուն, որ բացառված է ուղղակի Նիկոլի կողմը ասնել, հաստատ այս 5-ի մեջ տալու էի Գեգամ Նազարյանի անունը։ Գեգամի անունը։ Ես ստենց էի նկալում։ Եվ երկրորդ միտում մասին եմ ուզում խոսեմ, որ անդիմությունը հայտարարեց, որ միավորվելու է։ Միավորվելը դա շատ կարևոր թեմա է, ես երկրորդ տարբերակն էլ ասեմ, մեկը մարդագողությունն է, երկրորդը 300,000 քվե 300,000 ստորագրություն հավաքելն է, դրանով սահմանադրական հարակվեի նախապատրաստելն է։ Ես կարծում եմ իրանք երևի թե մտածում են, եթե առաջինը չստացվի 300,000 քվեով տարբերակին իրանք անցնեն, որը ժամանակատար է, բայց անիրատեսական չի։ Հա, բայց այդտեղ կարող է դա process գեներացնի, որ իրենց համար այդքան էլ հաճելի չէ։ Դե չգիտեմ, ես այդ process գեներացնելու գաղափարը լավ չեմ հասկանում, առավել եւս, եթե process-ը իրանք են սկսում, գետնի վրա process-ը իրանք են սկսում, այդ ժամանակ անդիմությունը ինչ process պետք է գետնի վրա
Նայած այդ մասին է ուզում խոսել։ Պաստորեն ընդդիմությունը ասում է որ միավորվելու է, չէ՞։ Այո։ Լիդերներից լիդերը այդ հայտարարությունը արեց, միավորվել են որ ինչ անեն։ Ասում են միավորվել են որ պայքարեն։ Այո։ Ինչպես ալնելու այդ պայքարը։ Չէ՞, դա բոլորիս աչքի առաջ է գալիս որ պետք է դա լինի փողոցային պայքար։ Ամենայն դեպս գոնե առաջի մոտարկումը որիշ տարբերակ չեմ տեսնում։ Հիմա, բայց մյուս կողմից էլ Նիկոլն անդեղից ասում է դա եկեք, ես սպասում եմ թե եպեք դուք փողոց դուրս գալու։ Ինչ են ուզում ինչ որ չգիտեմ հրահրի ինչ որ բախումներ, թե ինչ է, հեսա էլ մի քիչ անհասկանալի։ Դա շատ ավելի կեղտոտ բան է։ Ուղղակի ուզում է ցույց տա։ Դա ասում է հեղափոխություն արեք։ Բայց երբ որ մի հատ պոթես անում, միանգամից գալի բռնում են։ Դա քեզ բան։ Այսինքն հիմա խնդալու բան է գալի իրավաբանորեն։ Կարող է այդ բոլոր մարդիկ որ բռնվում են, դրթիչ իրավական տեսանկյունից դրթիչը պետքա լինի Նիկոլը, որտեղ ինքն է ասել, ասենք եղա, չնայած ոչ մի բան չկա տակը, բայց դու ինչ նշանակում համասում ես հեղափոխություն արեք, օրինակ պայմանական, համել եթե մեկը մի հատ չեմ ասում է կարմիր գիծը հատող, կարմիր գծին մոտեցող խոսք ասում վրազ բրթում եք, հիմա քանի օրինակ եղա վերջի 3-4 օրվա մեջ։ Ու չես կարող ասել, չէ՞ որ Նիկոլի հրամանն են կատարում, ինքն էր ասել հեղափոխություն արեք։ Դա խնդալումն էլի։ Այսինքն դա ուղղակի բան է, կեղծավորության գագաթնակետն է, հերթական կեղծավորությունն է իրը։ Դա ընդհանրապես կեղծավորություն է, թե փորձում է բախումներ հրահրել, ես չեմ հասկանում հիմա իրավիճակը։ Դե ես չեմ կարծում որ ինքը լավ գիտի որ այս պահին ընդդիմությունը փողոցային պայքար պատրաստ չի սկսել։ Այսինքն մինչև առնվազն մինչև աշուն դա ուղղակի բացառում եմ ես, անկեղծ ասած։ Իրանք էլ են բացառում, չէ՞։ Մյուս կողմից նայ կարևոր հանգամանք ա եղել է ընտրություններից հետո այն որ Ռուսաստանը չի ճանաչել, չի շնորհավորել, հա, եւ անդեղից հնչում են ինչ-որ բաներ, որ լեգիտիմությունը չենք ճանաչում։ Նո, պրինցիպը ինչ է, ասենք աշխարհի 150 երկիր ճանաչել է, մի հատ Ռուսաստանը թող չճանաչի էլի։ Ինչ կլինի։ Բայց արյութես որ Ռուսաստանը էական երկիր է Հայաստանի համար եւ անավանդ Նիկոլի համար եւ ըստեղ ուրեմն նա կողմից լեգիտիմություն չճանաչելը կարող է բերի մեծ խնդիրների, մեծ խոչընդոտների։ Իդեպ Իրանը ճանաչել է, Իրանը շնորհավորել է։ Կարծեմ հա։ Չեմ հիշում, չեմ կարող։ Ես էլ չեմ հիշում։ Իրանի դեպքը մի քիչ որոշ ժամանակ առաջ շատ նեղացած, դառնացած ինչ որ խոսք էին նաեւ ասում, քննադատելով Նիկոլ Փաշինյանի ցավոք սրտի իդեմս Նիկոլ Փաշինյանի Հայաստանի վարկագիծը պատերազմի ժամանակ։ Իրանի դեպքը մի քիչ ուրիշ է, դրա շնորհավորելը կարող է բացատրեն ասեն, խոսքի գլուխներս խառներ պատերազմի մեջ էինք Տրամփի հետ էինք բազարանում եւ այլ։ Այստեղ կարևոր է Ռուսաստան։ Հիմա ես օրինակ չեմ բացառում, որ Ռուսաստանը ինչ որ պահանջներ դրի Նիկոլի առաջ, Նիկոլի այդ պահանջները կատարի եւ դրանից հետո ասենք ճանաչեն Նիկոլին։ Չգիտեմ, ամենայն դեպս կարծես թե մամուլում հանդիպեցի այսպիսի բաների, որ Ռուսաստանի հետ գնում են ինչ-որ բանակցություններ։ Տեսնենք թե ինչ բանի։ Գիտես, այստեղ խնդիրը այն է, որ անվստահելի գործընկեր է Նիկոլը։ Անընդհատ նրա առաջ դրել են պահանջներ, նա կատարել է մի մասը կրուտի տահարել, հա, հիմա կարծես թե հոգրել են այդ պահանջներ։ Բայց այնուամենայնիվ չպետք է բացառել, որ Նիկոլը կգնա ինչ-ինչ զիջումներ Ռուսաստանի հանդեպ, ամբողջ խնդիրը այն է, որ այն զիջումները, որ նա գնում է Ռուսաստանի հանդեպ, այդ զիջումները մտնում են լրիվ հակադրության մեջ, այն ամեն ինչին, ինչ որ նա անում է Արևմուտքի հետ կապված, կամ Ադրբեջանի հետ կապված, հա։ Այս է խնդիրը, դրա համար է նա հայտնվել ինչ-որ թակարդի մեջ։ Չգիտեմ, ես կարծում եմ, որ մեզ սպասում է բավական անհետաքրքիր ամառ, մի բացառությամբ, հիմա կասեմ, որ նա բացառությունը քաղաքական առումով անհետաքրքիր, սեպտեմբերից կարող է ինչ-որ շարժ լինի, իսկ եթե խոսքը վերաբերում է ավելի ակտիվ փողոցային շարժում եւ այլն, դա ոչ պակաս, ոչ շուտ քան հոկտեմբեր, սենց էլի ինչ-որ Իսկ ինչ ես ասում սեպտեմբեր, եղանակի հետ կապված է նկատում։ Դե Հայաստանում ավանդաբար նման հարցերը ամառվանից հետո են բարձրանում, այնտեղ սիմվոլիկ բաներ կան, էլի սեպտեմբերի 21-ն է սիմվոլիկ, սեպտեմբերի 2-ն է նաև Արցախի մասով սիմվոլիկ, այսինքն այնտեղ սիմվոլիկ բաներ կան, որով ինչ որ հանրային շարժումներ կարող է գեներացվեն, չեմ կարող ասել, բայց իմ համար ավելի հստակ է
մոտակա շրջանը, որ երբ որ լինելու են շարունակական ռեպրեսիաներ, այս ընթացքում են ռեպրեսիաներ եղել, խայտարակ ուղղակի ռեպրեսիաներ են եղել, ես արդեն Դավիթ Ղազինյանի դեպքին անդրադարձա այս ընթացքում ուղղակի անընդունելի, ուրեմն մի քիչ ծանոթ եմ գործին, որ 0 էլի, բացարձակ 0 վիճակում այդ մարդուն տարան կալանավորեցին 2 ամսով։ Այդ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հետո դա տարան էլի պատգամավորներ, ներեգություն պատգամավորության տեխնացուներ, նույնպես կալանավորվեցին, հա, տեխնացուներ։ Որոշակի տենց, որ ասեմ, ոչ առաջին ոչ ամենաակտիվ քաղաքական գործիչներից եւս օրինակ Ռուբիկ Հակոբյանի դեպքն էր 2024 ասված խոսքի համար երկրորդ մի անգամ, բայց կարծեմ այդ դեպքը քննարկել ուրիշ դեպք է դա եղել, հետո ինչ որ ոնց հասկացա փորձաքննություն են նշանակած եղել, ինչ են նշանակած եղել, որի արդյունքները ստացել են, հետո մտել են դատարան, բայց վարչական ուրեմն հսկողություն սահմանվեց խոսքի սահմանափակմամբ եւ սա էլա ցույց տալի, որ խոսքի սահմանափակումը մեր երկրում, այսինքն դատարանի որոշմամբ, դարել է արդեն կամաց-կամաց դառնում է ռեպրեսիվ, ինքնուրույն ռեպրեսիվ միջոց։ Առաջինը մեր տղաների, որ մենք այստեղ տեսնում ենք, հիմա էլ տղաների խոսքը սահմանափակված է, առաջի անգամ երբ դրանց խոսքը սահմանափակվեց, ես դա դրական եմ գնահատել, որովհետեւ դրա այլընտրանքը անազատությունն էր բառից ֆիզիկական իմաստով։ Մարդիկ բանտից դուրս եկան հանրային խոսքի սահմանափակման պայմանով։ Բայց ոնց որ թե իշխանությունների դուրը եկել է այս միջոցը, երկրորդ անգամ էլ են տղաների նկատմամբ, երկրորդ անգամ էլ է կիրառվել, էլի չեմ ուզում քննադատեմ, որտեղ էլի ազատության այլընտրանք էր։ Բայց այլ դեպքերը որ նայում ես, արդեն ինքնուրույն են դրանք կիրառվում։ Ասենք, չգիտեմ, ում ասեմ, այս պայդրությամբ խոսքի ազատության սահմանափակման ներքո են։ Էլի իմ պաշտպանյալներից Շենգավիթցի Արտակ Ավետիսյանը, վերջերս քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, որ հրապարակային խոսքը նայում ես, вообще ոչ մի թեմա տեղ չկա, էլի։ Ալեն Ղևոնդյանը, Ռուբիկ Հակոբյանը, որոշակի մասով սահմանափակումների տակ է Էդգար Ղազարյանը, էլի մենք դատավորների, քննիչների, դատախազների բանի հետ կապված ինքը չի կարող քննադատական խոսք ասել։ Մի խոսքով սա դառնում է ինքնուրույն ռեպրեսիվ միջոց եւ իշխանությունները արդեն ընտրում են, թե իրանք կոշտ միջոցի գնան, թե ավելի մեղմ միջոցի գնան, թե օրենքի ուժով դատարանի որոշմամբ մարդկանց բերանները փակեն։ Հենց ոնց որ օրինակ այսօր մեր ընկերները, տղաները, Նարեկը եւ Վազգենը խոսքի տոտալ սահմանափակման ներքո են։ Ինչ ասեմ, Պաստորեն, դու պնդում ես, որ պետք է գնանք մի քիչ հանգստանանք, հա, ինչեւ իրավաբանները իրենց դե սահմանադրական որոշումը կլինի, հա, չգիտեմ, սահմանադրական դատարանի մասին մտածելիս ինչու եմ ես հիշում Վլադիմիրսկի ցենտրալ այդ կառույցը եւ երեկ էլ ասացի, որ ստվում է Վլադիմիրսկի ցենտրալում ավելի շատ արդարություն կա, քան Բաղրամյան 10 հասցեին, որտեղ տեղակայված է սահմանադրական դատարանը, չգիտեմ ինչի եմ Վլադիմիրսկի ցենտրալը հատկապես հիշում, էլի։ Ամեն դեպքում ուրեմն պետք է պաստորեն սպասենք մինչև այդ իրավաբանական տարբերությունները իրենց խոսքը վերջացնեն, հա, այդ ընթացքում ուրեմն մարդկանց մի քիչ կբռնեն, կամ մի քիչ շատ կբռնեն, ու զուգահեռ արի հիշենք, որ ընտրություններից հետո Ադրբեջանում ակտիվացել է 300,000 ադրբեջանցիների մասին խոսակցությունը։ 300,000-ը պայմանական այդ հատուկ ասենք, որտեղ խնդիրը թիվը չէ, խնդիրը գաղափարն է, եւ բնականաբար իրանք առաջ են բրթելու այդ գաղափարը։ Ինձ թվում է մեր ժողովրդի շնորհիվ, գիտակից հատվածի շնորհիվ շանս մենք ունեցանք այդ ամեն ինչից խուսափել, որտեղ Նիկոլը չստացավ իր այսպես ասած երկաթե մանդատը, ընդամենը 50-42%, բայց փորձելու է դա այլ ձևերով ձեռք բերի։ Ես այդ եմ ուզում ասել, որ ինչի համար է ուզում ես 3-5-րդը վերցնել։ Աստորեն այս 3-5-րդով նա ինչ որ օրենքներ կարող է ընդունի, որ իրան հնարավորություն կտա մանիպուլյացիաներ անել։ Հենց այդ է հարցը, ուստեղ հանրակրվեի մասին օրենքն է, ընտրական 5 օրենք, հանրակրվեի մասին օրենք, որը շատ կարևոր է իր համար, ընտրական օրենսգիրք, որ ուզում են սահմանափակեն, էդ էլ է կապված իրականում հանրակրվեի հետ, ուզում են փոքրացնել ընտրական ցուցակները, որպեսզի կարողանան հանրակրվեն հաղթել։
որտեղ հարակվեի արդյունքը ընտրական ցուցակներում ընդգրկված անձանց թվով է պայմանավորված։ Ընտրական օրենսգիրք, ուրեմն եթե չեմ սխալվում, կուսակցությունների մասին օրենք, այդ մասով ոնց որ կուսակցությունների մասին օրենք էլ, այո, դատական օրենսգիրք եւ ազգային ժողովի կանոնակարգ օրենք։ Այս օրենքներն են։ Այ իմ կարծիքով շատերը ասում են, որ դա պայմանավորված է պաշտոնատար անձանց հետ։ Ես դրա հետ այնքան էլ համաձայն չեմ։ Նախ որտեղ մոտակա շրջանում ընտրություններ, պաշտոնավարման ժամկետի ավարտ առանձնապես չկա։ Երկրորդը, դաժե եթե, չգիտեմ, որոնք են դրանք, գլխավոր դատախազ, 2 տարի ժամանակ դեռ կա։ Նույնիսկ եթե ընդդիմությունը չքվեարկի, պաշտոնակատարով կարող են յոլա գնալ։ Պաշտոնակատարով շարունակ։ Մարդու իրավունքների պաշտպան։ Շատ կներեք, այդ պաշտոնը այսօր յա եղած յա չէ։ Անիմաստ պաշտոնադարել է։ Սահմանադրական դատարանի դատավորներ։ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետին շատ կա։ Իրանք արդեն բոլորին տեղավորել են, խնդիր չունեն։ Բարձրագույն դատական խորհրդի իրավաբան գիտնականներ։ Այնտեղ անկեղծ ասած էլի այնտեղ խնդիր չունեն, որտեվ դաժե 2-3 հոգի էլ պակասի, իրանք իրանց մարդկանցով բան են անում։ Մնացածը կենտրոնական բանկի նախագահը վերջերս ընտրվեց։ Հաշվեկնիչ պալատը, չգիտեմ այնտեղ յանի ինչ, այդպես առանձնապես չգիտեմ։ Պաշտոնատար անձանց խնդիրը չի։ 3/5-ը 2 ֆունկցիա ունի՝ պաշտոնատար անձինք եւ օրենքներ։ Ինձ թվում է իրաց խնդիրը բուն օրենքներն են։ Տեսնենք, պաստորեն, առաջիկա, երբ է լինելու իդեպ։ Կարծեմ օգոստոսի 2-ին են սկսում։ Նոր սեզոնը սկսում է օգոստոսի 2-ին։ Հասկացա։ Պաստորենը ժամանակ, կարծես բանը եւ վերաբերյալ խոսակցություններ վերացավ, չէ՞, մանդատները վերցնելու հետ չեն վերցնել։ Դե այլ ընտրակներ չկան արդեն։ Դե մեծ հաշվով ոնց որ թե արդեն գնում է նրան, որ պետք է վերցնեն, թեև նորից ասեմ, դա շատ վտանգավոր է, որտեղ մարդագողության արդյունքում կարող է ավելի խնդիրներ լինեն, ինչ ասեմ։ Հույս ունեմ, գոնե հիմա ընդդիմությունը զբաղվում է այդ մարդագողությունը շարքեր ամրապնդելով։ Այլ չգիտեմ, հույս ունեմ գոնե։ Բարձր։ Դե լավ, սրանով ավարտենք։ Սրանով ավարտենք։ 70-րդ ծովի ծովը մենք ոնց տեսնում ենք մեր մոտ այսպես հանգստի շրջանը այդպես պլավն է գնում, իդեպ Երևանի ուրեմն եղանակի հետ համընթաց կամաց շոկեր կան եւ կարծում ենք, որ ակտիվ զարգացումներ առանձնապես մեզ չեն սպասում եւ ակտիվ շրջանը կսկսի երևի օգոստոսի վերջերից, սեպտեմբերի սկզբներից։ Այսքանը մենք էլ փորձենք էլի մեր ստանդարտ ռեժիմով այն բանը կտրեք, չէ՞, չմոռանաք սկզբից կտրելու բան ունեիք, հա։ Ստանդարտ ռեժիմով, ուրեմն տեսագրության, այլ ոչ թե ուղիղ եթերի ռեժիմով ձեր հետ հաղորդակցվել։ Ամեն կիրակի ժամը 20:00-ին Երևանի ժամանակով եւ ժամը քանիսին 9 AM, ճիշտ եմ ասում։ 9 AM, 9 առավոտյան 9-ին Ամերիկայի արևմտյան ափի նույն ինքը լոսի ժամանակով։ Ստեսյուն։ Ստեսյուն։ Ստեսյուն սիրելի դիտողներ,